Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն չորեքշաբթի օր նարեգյան նախաճաշ է որ ձեզի կպատրաստեմ եւ կհրամցնեմ Սուկրիկոր նարեգացի Մադյան ողբերգության աղոթագիրքը։ Հասած ենք սերդելու 55-րդ գլուխը։ Այսօր պիտի սերդենք առաջին մասը։ Նախ ցեզի ընթերցեմ քրափարփրակիրը եւ ապա կթարգմանեմ ու կբացատրեմ զայն ձեր բոլորի քաղցր ճաշակման համար։ Փան ձա եչ վերստին հավելված գրգին հեծության նորին հսկողի արնույն աղերս մաղթանած փանի։ Իխորոց սրդից խոսք ընթաստուծո այդ մաս։ Եվ վասն զի սլացիալ ոգվույս թե ոգ իթիվս ամփավից ծննդոց մարդկան, եթե ի գշիրս իմանալյացս մդած, ոչ կդի համեմատ զոք ինձ բարդավոր, եւ այս ըստավտյան Սամոսինը սպանն ի հերկ ինձ արի, թարն գշտամփության կավազանավոր կործաբար, ով հարիցե ընթիս իչարիս հավասարել հանորենությունս, եւ քանզի այս ըստ ծմին մասին գնկեցավ եւ ճշմարտեցավ ար այրս մահու, եւ ես վգայեմ գրգին հաստատյալ, ար այսր իրավունս քրեմ, ինձ միայնո զեղձանիլ իսպար, քան իմովս փանիվ բազմած տարակրիլ, թերևս սովիմ ար այսու արդյոք եւ ինձ շնորհեսես, շնորհողիս զբարդիս իմոցն, ամեն։ Սիրելիներ, ինչպես նախկին բոլոր բաները, խոսքերը, գլուխները բզդիկ ենթախորակիր մունին, այսալ նույն ենթախորակիր ունի եւ գսե նարեգացի նոր հավելում գրգնագի հեծության միևնույն հսկողին բաղադական խոսքի նույն խնդրվածքով կամ կարելի է թարգմանել այսպես նույն այն հսկողին աղերսալից մաղթանքներուն ու ողբախարն հեծեծանքներուն նոր հավելվածը սրդի խորերեն Աստուծո հետ խոսք առ Աստված կթարգմանեմ քանի մտողերը այս աղոթքը սիրելիներ այս գլուխը ուղված է որդի Աստուծո եւ սուրբ նարեգացին նախ ինքզին կքննե կտեսնե որ ինքը աշխարհի ամենեն մեղավոր մարդն է տեսեք իր խոսքերը ինչ կսե հոգիս թևերովը սլանալով շրջեցա մարդկանց անհամար ծնունդներու մեջ մտովի երբ գշրեցի զանոնք ոչ մեկը ինձի չափ մեղաբարդ կդա տեսեք սիրելիներ սուրբ նարեգացի խոնարհությունը այո չկա աշխարհի երեսին մեկը մարդը նույնիսկ սուրբը որ մեղքեր գործած չլա սուրբերն անգամ մեղավոր ծնած են սուրբերը սուրբ չեն ծնած այլ սրբացած են որովհետև հաղթած են իրենց մեջի մեղքին գամավոր մեղքին իսկ ագամա մեղքերուն համար լաց ըրած են գոծ ըրած են աղերսալից մաղթանքներ ուղած են Աստուծո եւ հետեւաբար աշխարհի երեսին չկա գադարելապես մարդը գադարյալ անմեղ մարդը բայց երբ մեղավոր մարդը սիրելներ գանտրաթարնա իր մեղքերուն այլևս ովևէ միջոց չօգտագործեր ինքզինք արդարացնելու ընդհանրակը իր մեղքերը գտեսնե եւ ոչ թե ինքզինքը ուրիշներուն հետ փախտadելով գսե ես փառք Աստուծո ուրիշներեն լավ եմ ով որ այդպես է ով որ այդպես գնե գեղձավոր փարիսեցի մնե հիշեցեք փարիսեցին նույնը հրավ դաջարին մեջ Աստուծո ասա որ շնորհակալ եմ դեր որ ես ուրիշներուն պես չեմ այս մաքսավորին պես ալ չեմ շնացող բորնիկ եւ այլն այլ սկսավ ինքզինք բարեկովել ասելու համար որ ես շաբաթ երկու անգամ ծոմ կբահեմ դասանորդ կուդամ եւ այլն հետեւաբար ճշմարիտ հավատացյալը այն է որ ինքզինք սիրելներ գխոնարեցնե Աստուծո ցերկին դակ եւ երբեք ինքզինք չի փախտադեր ուրիշներուն հետ տեսնելով որ ինք ավելի սուրբ է ավելի մաքուր է ավելի լավն է ավելի անմեղն է քան մյուսները ընդհանրակը ճշմարիտ մեծերը ճշմարիտ հավատացյալները ճշմարիտ սուրբերը անոնք են որոնք
իրենք զիրենք ավելի մեղավոր գտնեն, քան մնացյալ բոլոր մարդիկը։ Իրենց անձը կխոնարեցնեն։ Եվ եթե գարտանք Սուրբերու վարքը, պիտի տեսնենք, որ սիրելներ իրենք այդպիսին համարած են իրենց անձը, մեղավոր, մեղաբարդ, այդպես կոչած են իրենք, մեղաբարդ, բազմամեղ, ոչ թե հբարդացած են, որ իրենք սրբացած են, կամ իրենք այսպես են, կամ իրենք այդպես են։ Նույնիսկ Պողոս առաքյալ առաջին Դիմոթեոսի նամակի առաջին գլխու 15-րդ համարի մեջ տեսեք ինչ կսե։ Մեկ բան որոշ է եւ ամեն մարդ պետք է գիտնա։ Ինչ պետք է գիտնա։ Թե Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ մեղավորները փրկելու համար։ Եվ շարունակությունը լսեցեք ինչ կսե Պողոս առաքյալ։ Եվ առաջին մեղավորը ես եմ։ Գտեսնեք սիրելիներ, թե մեծ սուրբերը իրենք զիրենք առաջին մեղավոր կհամարեն։ Մեծակույն մեղավոր կհամարեն։ Եվ տեսեք այստեղ ինչ կսե Սուրբ Նարեկացին, կսե հոգի թևերովս ջախրեցի, սլացա։ Եվ մարդոց անհամար, անթիվ բազմության մեջ շրջեցա։ Եվ մդովյալ գշրեցի բոլորի մեղքերը եւ այն եզրակացության հասա, որ բոլորին մեղքերը ոչինչ են իմ կործած մեղքերուց դիմաց։ Տեսա, որ ինձ մե ավելի մեղավոր մարդ չկա։ Տեսա, որ իմ մեղքես ավելի ծանր մեղք չկա։ Եվ ադորամար Նարեկացին ինքզին կհամարե ամենեն մեղավորը։ Սուրբ Նարեկացի, եթե հիմա ողջը լայր ու իմ մեղքերս կշրեիր, թերևս ինքզինքը չէիր համարեր առաջին մեղավոր։ Մեղքերով ավելի ծանրաբեռնված, քան ես, որովհետև իմ մեղքերս ավելի ծանր են, քան քո մեղքերդ, ով Սուրբ Նարեկացի։ Հաջորդ դողերը կթարգմանեմ։ Ուստի կշարունակե Նարեկացին, Թավթյան Սամոսի խոսքով կբարսավեմ ինքսինքս, կշտամպեմ, կհանդիմանեմ ինքսինքս, իբր թարն գերբով հանդիմանող կավազանավոր վերագացու, թե ով գրնա հավասարիլ ինձի չարիքներու եւ անօրենությանց մեջ։ Այս Սամոսի խոսքը 94-րդ Սամոսի 16-րդ համարեն առնված է։ Սուրբ Նարեկացին այստեղ Դավիթ թագավորին ուրեմն վերահիշյալ այս խոսքը իր անձին համար ըսված գհամարե եւ հարց կուտա, թե ով գրնա իրեն հետ մրցիլ չարիք կործելու մեջ եւ ով գրնա իրեն հավասարիլ անօրենությանց մեջ։ Անշուշտ սիրելներ, մեղքերու մեջ առաջամարտիկ ըլլալու համար չէ որ կբարձնա Սուրբ Նարեկացին կավլիցի։ Ոչ թե սոթոմացիներուն, կոմորացիներուն եւ այսօր այն մեղավոր մարդոց պես, որոնք մեղք կործելով կհբարդանան եւ կսեն, որ ով գրնա ինձի պես մեղք կործել։ Չէ, այդ չէ որ Նարեկացին այստեղ գսե եւ ադով չէ որ կհբարդանա, որ ինք առաջինն է մեղավորներու մեջ։ Ոչ, այլ սիրելիներ, ինք ընդհանրակը հիշադակելով իր մեղքերը, Նարեկացին ցույց կտա թե ինչպիսի բարդական է Աստուծո արչեւ։ Սուրբ Նարեկացին իր փոքր գադարած հանցանքն իսկ անհունորեն մեծ կամարը։ Ինչու՞։ Որովհետև մեղքը ամեն բանի առաջ Աստուծո եւ անոր խոսքին, անոր բադվիրանին թեմ կործողություն է։ Եվ ահա դոր համար ինքզինք ամեն մարդը ավելի մեղավոր կհամարե։ Այսօր շատ աջախ սիրելներ, մարդիկ բազմաթիվ մեղքեր կկործեն եւ ոչ իսկալ գզղճան, ոչ իսկալ գխոստովանին իրենց այդ մեղքերը։ Ոչինչ համարելով իրենց կործած մեղքերը, բայց չեն գիտեր որ ամեն մեկ մեղք մեծ կամ փոքր կապ չունի։ Այդ բոլոր մեղքերը սիրելներ Աստուծո բադիվին թեմ են,
զաստված անարգել կնշանակե Աստուծո բադվիրանները ոտնադակ ընել կնշանակե ամեն մեկ մեղք եթե մեղքերը բզդիկ դիտենք ապա բիդեսենք որ ատամին եւ Եվային ըրած մեղքը ինչ է Փարի ու չարի քյության զարեն մեկ հատ բդուղը գերածեն մեկ հատ խածմը ռածեն բադարմը խածերեն այդ բդուղեն բայց Աստված զանոն դուրս ծրավ արդակսեց ծրախտեն եւ ամբողջ մարդկային ճակատագիրը փոխվեցավ ահա գտեսնենք սիրելիներ չկարծենք որ մեղքը բարձ բամն է մեղքին վարձքը մահ է մեղքը Աստծո դեմ ինտիմություն է ըմբոստություն է ասել գուզենք Աստված գիտեմ որ ասիկա քեզի համար մեղք է գիտեմ որ ասիկա քու բադիվդ գվիրավորե քու անունդ գանարկե բայց ես պիտի կործեմ հետևաբար պիտի անարկեմ անունդ պիտի ապստամբիմ քութեմդ ահա այս է մեղքը սիրելներ որ դժբախտաբար մարդիկ չխոստովանելով չզղջալով Աստուծո սիրտը գբադրեն գվիրավորեն Աստուծո խոսքը գանարկեն եւ գանդեսեն ահա թե ինչու սուբնարեգացին Դավիթի գրած Սաղմոսի այս համարը գհամարե իբր ինչ խավազանավոր կորձավար ինչ կնշանակե կորձավար կնշանակե վերագացու իսկ խավազանավոր կնշանակե խավազանը ցերկ ունեցող վերագացու ինչպես որ Եվ որ վերագացուներ գլային անցյալին իրենց խավազանը իրենց երկին ան որ գծուլանար իր կորձի մեջ խավազանի հարված կուտեր հիմա սուրբ նարեգացին գսե Դավիթ Մարգարեի այս 94-րդ Սաղմոսի 16-րդ համարը իրեն համար նման է այն վերագացուին որ խավազանը ցերկը բռնած է եւ իր մեղքին համար իր կորձած մեղքին համար գահարված է իրեն գահանտիմանե իրեն իսկապես սիրելներ Աստուծո խոսքերը մեգական հոգևոր խավազաններ են որբեսի ազդարարեն եւ ըզգուշացնեն մեզ որբեսի մեղքերու մեջ չինանք չթմրինք հոգևոր քունով չդարվինք եւ անօրենություններ կործելով Աստուծո սիրտը չցավցնենք անորամար գսե խավազանավոր կործավար խավազանավոր վերագացու Հաջորդ դողերը կթարգմանեմ մինչև ավարտը գսեն արեգացին եւ քանի որ այս խոսքը Դավիթի Սաղմոսի այս խոսքը իմ մահկանացու անցիս վրա հաստատվեցավ ու ճշմարտվեցավ որուն ես ալ գվգայեմ գրգնապես հաստատելով այս բաժարով ալ իրավացի կգտնեմ որ միայն ես տադաբարդվիմ քան թե իմ խոսքովս ուրիշ շատերը տադաբարդվին թերևս այս կերպով ու ասոր համար թողություն շնորհես ինձիալ որ գներեմ ինձի թեմ մեղանչողներուն Սուբնարեգացին ասել գուզե այնինչ որ Դավիթ թագավորը ասավ վերոյշալ Սաղմոսի մեջ 94-րդ Սաղմոսի 16-րդ համարի մեջ եւ այդ խոսքը քանի որ հաստատվեցավ գսե ու ճշմարտվեցավ մեղաբարդ ու մահաբարդ անցիս վրա Եվ ես կսե գգրտնեմ գրգնաբես կհաստատեմ որ այդպիսին է այդ խոսքը ինձի կվերապերի որ իմ անօրենություններս եւ ճարիքներս ավելի ուրիշ մարդ մեղ կործած չէ Հետևաբար ես կհաստատեմ արդեն դեր որ այդ խոսքը իմ վրա ճշմարտված է ես եմ ամենամեղավորը ինձ մի ավելի ճարիք անօրենություն կործող չկա այս աշխարհի երեսին ուստի գսե Իրավացի կգտնեմ որ միայն ես տադաբարդվիմ քանի որ ես եմ աշխարհի բոլոր մարդոց մեջ ամենեն մեղավորը հետևաբար ավելի իրավացի է որ դեր ես իսպար գործվիմ ես իսպար թադվիմ տադաբարդվիմ քան թե իմ անիծական թշնամական վրեժխնդրության խոսքերովս բաժարը լամ շադերու տադաբարդության դարակրվելուն տրախտեն արդակսվելուն արկայութենեն դուրս տրվելուն Չլա որ ես անիծեմ ուրիշները, թադաբարդեմ ուրիշները, իմ մեղքը զացկելով, ինքս արտարացնելով եւ ուրիշները թադաբարդելով, թշնամանական խոսքեր ասեմ եւ անոնց գլխուն տապի այդ Աստուծո թադաբարդությունը, այլ գնախնդրեմ որ ես իսպար գործվիմ գսեն արեգացին։ Քան թե իմ բաժարովս իմ խոսքերուս բաժարովը, անիկա Ալլա անեցք,
անիգալա թշնամություն, անիգալա տադաբարդություն, իմ պատճառովս վրեժխնդրություն, իմ պատճառովս իմ խոսքերուց պատճառովը չլա որ հանգարց ովև մեկը դարակրվի, դուրս արտաքսվի, տադաբարդվի, եւ թերևս գսե այսպիսի ներողամտություն ցուցաբերելով ինձի թե մեղանչողներուն թունալ ով դեր Հիսուս Քրիստոս ողորմիս ինձի եւ թողություն շնորհես մեղավորիս մեղաբարդիս Տեր Հիսուս Քրիստոս սիրելներ հայրմերի ավարտին երբ հայրմեր սորվեցուց աշակերտներուն հայրմեր աղոթքը դերունական աղոթքը Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխում մեջ 10-րդ համարեն գարտացեք ինչը ցավ 14 եւ 15 համարներում մեջ հազիվ հայրմեր աղոթքը սորվեցուց վերջացուց ըսավ որովհետև եթե մարդոց ներեք իրենց հանցանքները ծեր երկնավոր հայրնալ բիդի ներե ցեզի իսկ եթե մարդոց չներեք իրենց հանցանքները ծեր հայրնալ բիդի չներե ծեր հանցանքները անոր համար է որ մենք հայրմերի ժամանակ կսենք եւ թող մեզ զբարդիս մեր եւ ներե մեզի մեր բարդքերը մեր մեղքերը մեր անցանքները որբես եւ մեկ թողումք մերոց բարդաբանած ինչպես որ մենք կներենք ուրիշներու մեղքերը բարդքերը մեզի հանդեպ ունեցած հանցանքները հարցը հոսե եղբայրներ եւ քույրեր մենք կներենք մեր բարդաբաններուն իրենց բարդքերը իրենց մեղքերը մեզի թե իրենց կատարած հանցանքները եթե ոչ ուրեմն ավելի արդար պիտի չլար որ մենք գանքնենք Աստծո դիմաց եւ ասենք դեր Եմիներեր մեզի մեր բարդքերը միներեր մեզի մեր հանցանքները ինչպես որ մենք չենք ներեր մեր բարդաբաններուն մեզի թե մեղ գործողներուն հանցանք գործողներուն մեզ ծածնողներուն ավելի արդար պիտի լար այդ աղոթքը հիշենք նարեգացին ինչը սավ այստեղ գնախնդրեմ ես իսպար թադաբարդվիլ գործվիլ քան թե իմ խոսքերովս ուրիշներ դարակրվին դուրս տրվին արքայութենեն եկեք սիրեներ խոնարեցնենք մեր անձը եկեք սիրեներ սուտ նարեգացի նմանինք որտև ինք Քրիստոսի նմանեցավ եկեք Բողոս Սարաքյալի նմանինք որտև ինքը սավ ինձի նմանեցեք ինչպես ես Քրիստոսի կնմանիմ վարքով փառքով ներողամտությամբ հոգիով սիրով եւ այդ ժամանակ սիրեներ դերը պիտի ողորմի մեզի եւ թողություն շնորհե մեր բոլոր մեղքերուն ինչպես նարեգացին այստեղ գսե եւ գուցե դերը դեստելով որ ինչպես ես ողորմեցա ինձի թեմ մեղքեր գործողներուն ինձի թեմ բարդ ունեցողներուն հանցանք ունեցողներուն ով դեր թունալ թողություն շնորհե մեղաբարդիս որբեսի կարողանամ փրկվել նույն աղոթքը մենք ալ գրտնենք սիրելներ դիրոջ ներելով ուրիշներուն եւ խնդրելով որ դերը ները մեզի մեր բոլոր հանցանքները եւ մեր բոլոր բարդքերը Աստված ձեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին